Զերեչկատինցիներ, մենք մայր Հայաստանն ենք, մենք ընտրական լավացույցներ են ցույց տվել Երևանում, մենք ընտրական լավացույցներ են ցույց տվել Գյումրիում։ Հիմա եկել ենք Հայաստանի ոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածի եւ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Սիրելի էջմիածինցիներ, հարգելի հայրենակիցներ, գնացեք անպայման տեղամաս եւ վերաբերմունք ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրի շուրջ, երկրի ներսում, ընտրական գործընթացներում, միջանցքային հարաբերություններում, ինչ գրված ու չգրված օրենքներ են սրանք խախտում, ինչ կեղծ օրակարգերով են առաջ շարժվում, ինչ զզվելի ու նողտալի արարքներ են անում իրենք եւ իրենց արբանյակները, ոնց են բառի բուն իմաստով մարդկանց զրպարտում, ազատազրկման ենթարկել տալիս, այսպես կոչված քաղաքական քողի ներքո, այդ ՔՊ-ներ, այդ հանրապետություններ, իրար արժե, նույն արժե համակարգը կրող հայ մարդու գիտակցությունը ուղղակի բռնության ենթարկող անամոս, անամոտ, անաբուռ մարդիկ են դրանք, առիթ են մանգալի, որ բողոք գրեն, զրպարտեն, կեղծեն, որ ընտրական գործընթացների վրա իրենց ազդեցությունը ես կամ են չափով ունենան, որ իրենց խղճուկ եւ ողորմելի վարկանիշը փորձեն իբրև բարձրացնել։ Այդ տեղամաս գնալով դուք դրա հանդեպ եք նաեւ վերաբերմունք ցուցաբերելու, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Արցախի կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Հայաստանի տարածքից 245 կիլոմետր շուրջ, ահա այդ կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Էրդողանի գիրքը գրկելու նկատմամբ, վերաբերմունք եք ցուցաբերելու Ալիևի համար կողմե դնելու նկատմամբ, շարքը այնքան շատ է, որ չենք ուզում ձեզ շատ ծանրաբեռնենք, դուք ամեն ինչ տեսել եք եւ գիտեք։ Այդ տարբերակ այս պահին, քան գնալ ընտրատեղամաս չկա ուղղակի։ Եթե դուք լռեք, եթե դուք ասեք դե մեկը բան չի փոխվելու, մեկը բոլորը նույն կլիշեները որ մտցրել են ձեր մեջ, դա օգուտ է իրանց, որ դուք հիասթափվեք, որ թերահավատ լինեք, որ մնաք տանը։ Դրա համար բոլորին կոչ ենք անում եւ եղբայրաբար խնդրում ուղղակի անպայման գնացեք տեղամաս, իսկ իդեմս մայր Հայաստանի դուք ունեք այն այլընտրանքը, որի պակասությունը վստահ եմ զգացել եք, ճանապարհ անցած մարդիկ, երիտասարդություն, քաղաքական հստակ ասելիք, ամենանակեղծությամբ եմ ասում, ես ինքս գնելով Երևան քաղաքի ավականու անդամ, էջմիածին բարբերաբար գալ գնալով, ես ինձ յուր չեմ համարում այստեղ, բայց երբ որ մենք թեկնածուների հետ շրջում ենք գյուղերով եւ էջմիածնով, մեր թող բոլորը կանտեսեն ինչքան մարդա այս մարդկանց մոտենում, ինչքան մարդա ողջակուրվում, ողջունում, ասում որ ձայն է տալու, աջակցություն են հայտնում, այդ պատկերը տենալ է պետք, ճոխ խոսքերով չի, բաժակաճառերով չի, պաթոսով չի, ռեալ իրականության հողի վրա կպած մարդիկ են, արդյունք ցույց տված մարդիկ են, պատասխանատու մարդիկ են, եւ նաեւ մեր օրինակով կարող եմ ասել, 24/7 ռեժիմով լինելու են ձեզ հասանելի, դուք չեք բախվելու փակ դռների, ձեզ ոչ մեկը չի ցրելու, ձեզ ոչ մեկը չի խաբելու, ձեզ ոչ մեկը սուտ խոստում չի տալու, ձեզ ոչ մեկը ընտրությունից ընտրություն չի հիշելու։ Սիրելի էջմիածինցիներ, մի շատ պարզ նաև կարևոր բան, մայրաթոռը բոլորիս խնամքի եւ հոգացության կարիք ունի, բոլորս պետք է պարզ գիտակցենք, որ այս իշխանությունները ոտնձգում են հայապահպանության կանգուն մնացած ինստիտուտի նկատմամբ, եկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծեն եկեղեցու շրջանակներում, միով բանեք սիրելի հայրենակիցներ, բոլորին կոչ ենք անում, անպայման գնացեք տեղամաս եւ ձեր ձայնը տվեք թիմ 4-ի, մայր Հայաստան, համար 4, մայր Հայաստան, միացեք, որ փոխեք, միացեք, որ փոխեք։ Այս իշխանությունները գալիս են այդտեղ
հոխորտում են Հայաստանի քաղաքացու վրա, բանտարկում են, ազատազրկում են, հարձակվում են մայրաթոռի վրա, գնում են թշնամու առաջ, դառնում են կուրկուրից ձակ, թուղթ են մուրում, ասում են արի կոֆե խմի, բաժակդ կնայեն։ Այս են այս իշխանությունները։ Ու այս իշխանությունների տեղական դրածոները իրար հետևից դոմինեի էֆեկտով պարտվում են ողջ հանրապետության տեղական ինքնակառավարման խոշոր մարմիններում։ Հիմա հետը եկել է ասել է Էջմիածնի, բայց Էջմիածնում պարզապես տեղական ինքնակառավարման ընտրություններ չեն։ Դուք վերաբերմունք ենք արտահայտելու մայրաթոռի վրա սանձազերծված այս խայտառակ ու ամոթալի արշավի նկատմամբ։ Քննարկում եք համար 7-ի, ձեր ձայնը տալիս եք Փաշազադեին, քննարկում եք համար 4-ի, ձեր ձայնը տալիս եք մայր աթոռին։